Նկարեք, իհարկե նկարեք, ես հանման եմ եկել, որ ձեզ գտնեմ, ինչ եմ անում, ծիչկա եմ դնում։ Ծիչկա եմ դնում։ Կարող եք ձեր սրտի խոսքը գրել։ Սրտիս խոսքը։ Սրտիս խոսքը 18 թվից ասում եմ, էլ ինչքան ասեմ։ Արդեն հիվանդություն եմ ձեռք բերել դրանից։ Իրոք հիվանդություն։ Հիմա ամիսի 30,000-ի դեղ եմ առնում, որովհետև 18 թվից գոռում եմ, ճչում եմ, բացատրում եմ, հասկացնում եմ, լացում եմ, սիրում եմ, տխրում եմ, ողբում եմ, իսկ օր-օրի որ կրճատվում է Հայաստանը, դրանից իմ ձեռքերն եմ կտրվում, կոտրտվում եմ, ձեռքերս չունեմ, ոտքերս չունեմ, իմ տատն ու պապը կոտորածից փախած են, ես ապրել եմ Ախպարաշեն թաղամասում, տեսել եմ այն տատիկներին ու պապիկներին, ովքեր հայերեն խոսել չգիտեին, ովքեր թուրքերի մեջ այնքան ապրել էին, հայերենը մոռացել էին։ Սիրտս ցավում է, կտրտվում է, որ մեր սերունդները գլխին, հանկարծ դա չկա։ Եթե հնարավորություն լիներ կամ ուղղակի պատահաբար հանդիպեիք Փաշինյանին, ինչ կասեիք նրան։ Գիտես ինչ, մեկ-մեկ մտքովս անցնում ասում եմ, երևի այս մարդուն խաբել են, ինքն էլ խաբվել է։ Մեկ-մեկ իրոք տենց մտածում եմ։ Մեկ-մեկ էլ չգիտեմ, այնպիսի բաներ եմ լսում, այն որ ասում է ոտքիս տակ կտամ, դες պատերով կտամ, ամբիոնից, երկրի առաջին աթոռից, նման բաներ, որ ասում եմ, չէ, ուրեմն ինքը խաբված, ուրեմն ինքը իսկապես ուզում էր սա։ Իրոք մեկ-մեկ եկեղեցում մեկ-մեկ ես աղոթքում ասեմ, Տեր Աստված, ինչ կա։ Նրա սրտին բարություն տուր, նրա մտքին լույս տուր, իրոք նման բաներ մեկ-մեկ մտածում եմ։ Բայց հետո զգում եմ, որ չգիտեմ, չեմ վստահում։ Անի ձեռք ունենայի, 10 ձեռք ունենայի, 10-ով կգրեի, չունեմ, Աստված ձեր գործին հաջողություն, ասող կազանը։ Այդ ասեք, դիլիջան, ձեր սիքիլի սիրանուշին։